իրոք որ չկնաղը մեր բնությունը, մեր երկիրը, մեր հայրենիքը ու բնությունից հայրենիքից բացի նաև կան չկնաղ մարդիկ, որոնք միշտ այնպես հետաքրքիր բաներ են ստեղծագործում, աշխատանքներ ու գործեր են ստեղծում, որոնց շնորհիվ նույնպես գնում ենք շատ չկնաղ քաղաքներ, չկնաղ վայրեր։ Այս պարագայում խոսելու ենք հայրաքաղաքի մասին, Գյումրու մասին, որտեղ Գյումրիում ամսինի եւ 10-ին մի շատ հետաքրքիր առաջնախաղ է տեղի ունեցել Գյումրու դրամատիկականի փոքր թատրոնում։ Դրա մասին նույնպես ավելի առանձին կզրուցենք, թե ինչ է ասվում փոքր թատրոն, դա նույնպես ունի հետաքրքիր պատմություն։ Այնպես որ խոսելու ենք թատեր արվեստից եւ առաջնախաղից։ Մեր տաղավարում են Գյումրու դրամատիկական թատրոնի դերասաններ Արսեն Միքայելյանը եւ Լիլիթ Խառատյանը, բարի լույս։ Շնորհակալ ենք, որ 2 օր առաջնախաղից հետո այսօր առավոտյան հայրաքաղաքից եկել եք մեզ մոտ։ Կարևորը հասել ենք։ Կարևորը հասել եք, այո, ինչպես են անցել առաջնախաղերը, միանգամից տպավորություններով կիսվեք։ Ինձ թվում է շատ լավ է ընդունվել, նույնիսկ երկրորդ օրը ինձ մոտ մի թեթև ավելի լարվածություն կար, բայց ասացին, որ ավելի լավ է գնացել, քան թե առաջին օրը։ Հանդիսատեսի արձագանքները բավականին հետաքրքիր բուրըն ու հետաքրքրված են ներկայացումով, ու այդ շատ լավ է ու հետաքրքիր լավն էր, որ ինքը շատ միանշանակ չի ընդունվում էլի, այսինքն բաներ կա դուրները գալիս է, բաներ կա ոչ թե քննադատում էլ համաձայն են, համաձայն չեն, բայց այդ դեպքում ավելի հակված է, որ առողջ ստեղծագործություն է տեղի ունեցել, որ մի բանի հետ համաձայն են, մի բանի հետ համաձայն չեն, ու ինձ թվում է այդ նախանշաններն է, որ ներկայացումը հաստատ ապրելու է, սիրվելու է։ Մի փոքր էլ հիմա խոսենք ներկայացման մասին, ու ներկայացումն է ինչպես է օգտագործվել, ովքեր են այդտեղ բացի ձեզանից մյուս մեղավորները։ Պիեսը Լեոնարդ Գերշի «Այդ ազատ թիթեռները» պիեսն է, մենք այն վերնագրել ենք «Ընտրությունը սեր» ներկայացման վերնագիրը։ Ռեժիսորը երիտասարդ ռեժիսոր Նադեժդա Ավետիսյանն է։ Իդեպ Նադեժդան եղել է իմ համակուրսեցին եւ Միքայելյան Արսենն էլ եղել է մեր դասախոսը։ Ու կարծում եմ Նադեժդան այն ռեժիսորներից է, ով իր առաջին բեմադրությունն է իդեպս ներկայացումը թատրոնում, ու կարծում եմ այն ռեժիսորներից է լինելու, ով շատ ասելիք ունի դեռ, ու իր մասին լսելու ենք։ Կարծում եմ։ Իսկ դուք վարպետ ինչ կասեք։ Թե Արսեն ուսանողների հետ։ Ինքը ուսանողական տարիներից շատ հետաքրքիր ներկայացումներ էր անում ու բավականին համարձակ ներկայացումներ ու այդպես սպասում էին թատրոնում, բայց երկար տարիներ այդպես ինքը թատրոնում էր, բայց դեռ ոչ մի գործի չէր մոտենում ու այդպես շատ զգուշավոր էր թատրոնում ինչ-որ բան սկսելը ու վերջապես հասավ այն օրը, որ Հարության Լուդվիկը կուրսխեկը երեխեքի պես հավաքեց, ասես վերջ տատանվելու ժամանակը տանցել է, պատրաստվի, հավաքվի, սկսի։ Ու այդպես այն ինչպես միշտ թատրոնն ամբողջ իր ներուժով, հնարավորություններով, ամեն ինչով եղավ ներկայացման, գաղափարի կողքին ու այն ամեն ինչը ինչ որ պահանջված ներկայացումը ստեղծվելու համար ու իսկապես ծնվեց գեղեցիկ, սիրուն, շատ կամերային ժանրի բոլոր կանոններին համապատասխան ներկայացում։ Որում դու կրկին կույր կերպար չորրորդ անգամ այս անգամ ինչ լուծումներ եք գտել։ Այս անգամ թերևս ավելի շատ կողմնորոշվում է տան կահույքով, այսինքն տան առարկաների դրված դիրքերով, քան թե հենց որ այդպես ուղիղ կույր մենք տեսնում ենք իրեն վիզուալ։ Այսինքն վիզուալ որը բան, եթե այդպես առաջին հայացքից նայում ես, չես ֆիքսում, շարժման մեջ է ավելի շատ այդ կուրություն երևում, քան թե կոնկրետ նայելու կամ չգիտեմ ինչի։ Իսկ եթե փորձենք մի քիչ փակագծերը բացել, ինչի մասին է ի վերջո այս պիեսը։ Սյուժեից մի քիչ կպատմեք մեր հեռուստադիտողներին։ Դու պատմի։ Եթե ընդհանուր ասեմ, ազատության մասին է ավելի քան սիրո, որովհետև չկա սեր առանց ազատության տվյալ պարագայում ու այստեղ երբ 3 առանցքային կերպարներ, հագործողանցիկ 4-ն են, բայց 3-ն են ավելի առանցքային կերպարներ, մայրը, տղան եւ աղջիկը, 3-ն էլ ի վերջո ընտրություն են կատարում սեր, բայց այդ սիրուն հասնելու համար պետք է հասկանային ինչ էր ազատությունը։ Երեքի դեպքում էլ այդպես է, եթե աղջկա կերպարը կարող ենք ասել ազատ է, համարձակ է, առաջին հայացքից կարող ենք մտածել մակերեսային կերպար է, իրականում այդպես չէ։ Այո, ուզում է դառնալ դերասանուհի։ Խնդիր կա, բայց իրականում
ինքն էլ ունի ազատության խնդիր։ Իր ազատությունն էլ այնտեղ է, որտեղ ինքը չի փորձում խորանալ, չի փորձում լրջության մեջ խորանալ, հա, չունի այդ ամեն ինչը ու դրանցից խուսափում է։ Իսկ տղայի հետ հանդիպումից հետո այդ երկու բավականին տարբեր տեսակները իրենց ազատությունը գտնում են միասին։ Այն ինչ մեկին էր պակասում, գտնում է մյուսը, մեկը մյուսի մեջ։ Ուղղակի գործի դեպքում, որը գրված էր 69 թվականին, գործողությունները տեղի են ունենում 1 օրվա մեջ։ Ու այսօր երբ որ արդեն մեր օրերի տեսանկյունից ենք նայում, հասկացանք, որ այդտեղ մի փոքր սուտ կար, որովհետև հնարավոր չէր այդքան իրադարձություններ տեղի ունենալ, այսինքն ծանոթություն, հանդիպում, սեր, անկողին եւ այլն, բաժանում եւ վերջում նաեւ վերադարձ, մի քիչ շատ էր 1 օրվա համար այսօրվա իրականության տեսանկյունից, ու այդտեղ հասկացանք, որ պիտի որոշակի տարածություն տալ ժամանակային Քանի որ այդ որոշակիորեն գործի մեջ փոխվեց, որը տեղի ունենում 24 ժամվա ընթացքում գործի մեջ, մեզ մոտ արդեն փոխվեց մի քանի օրերի մեջ։ 1 շաբաթ։ 3 օր։ Գրեթե 3 օր ավելի քիչ։ Ու հաշվի առնելով, որ հիմա 24 ժամը կարծես թե դարձել է 12 ժամ, մենք 6 ժամ քնում ենք, 6 ժամ աշխատում, ասում ենք, վայ, վերջացավ։ Վերջացավ։ Դժվար հասնենք այդ բոլոր իրադարձությունները միասին։ Զգեստների հեղինակը ով է։ Մեր շատ սիրելի Լուսինե Խաչատրյանը, զգեստների նկար։ Ժամանակ ունեցել է, հասել է, արել է։ Այդ խնդիրը միշտ կա, բայց ամեն դեպքում այն, որ ինքը անընդհատ process-ի մեջ է, ճիշտ է, այս շրջանում նկարանումների մեջ է ու այդպես on-line զանգում է հերվից ցույց է տալիս։ Սանտրում եք, ես պահում եք, ես անում եք, ես տալու եք, այդպես հերվից խոսում է, բայց ամեն դեպքում ամեն ինչ հասցրել են ու թե զգեստներն շատ հավես ստացվել, թե բեմական ձևավորումներ հավես ստացվել, թե լույսերն շատ հետաքրքիր ստացվել Հակոբն նկարիչը։ Փոքր թատրոնի մասն է, այսինքն նույն շենքն է, ուղղակի մուտքը ուրիշ կողմից մի քիչ տեղավորվել է ներկայացումը ամբողջությամբ թե դեկորացիայի մասն է խոսքը գնում, թե ընդհանուր ձևավորման մասին։ Որովհետև փոքր բեմը ունի որոշակի կոնկրետ սահմանափակումներ, օրինակ եթե մեծ բեմը այդպես է բեմական են պրինցիպով է սարքած, որ կողմից էլ մուտքի էլ կապահովված է, փոքր բեմը որոշակիորեն ենթադրենք կա այնտեղ գրիմյորկա, որտեղ գրիմյորկայից մենք չունենք ելքի կողմը դեպի դուրս ելնելու տեղ չունենք։ Ու տեսարաններ կար, աղջիկը խոսում է սենյակից, բայց գալիս է դրսի դռնից, ու այդտեղ ամբողջը համակարգ էինք ստացել, որ տպավորություն ունի, որ աղջիկը ներսում է, բայց իրականում աղջիկը դրսից ներս էր գալիս ու այդ ամեն ինչը փորձել էինք համակարգել, շատ բնական էր ստացվել, ով թատրոնին ծանոթ էր, անակնկալ էր գալիս, էլի ոնց էլ որ Լիլիթի ձայնը ներսից է գալիս, բայց մեկ էլ ուրիշ տեղից ներս է մտնում, բայց փորձել ենք այդ ամեն ինչը շատ այնպես անել, որ ինքը ինչ որ որոշակի ինչ որ կեղծություն չբերեր այդ իրադրության մեջ։ Ու հետո գործն էլ այնպեսի գործ է, որ ինքը ավելի կամերային է, էլի մեծ բեմին ընդհանրապես պատկերացնելու չէ։ Ավելի հարմար է փոքր բեմին խաղալ։ Զուսպ զգացողությունների մասին հետաքրքիր մի պատմություն։ Իսկ դասախոս ուսանողը դինամիկան ու փոխհարաբերությունները հաղթահարել է հեշտ էր այս ամբողջ ընթացքում։ Երկկողմանի է հարցը սիդեր։ Շատ սկզբում իհարկե բարդ էր մանավանդ որ տեղյակ էինք որ կար եւ անկողնային տեսարաններ եւ այլն, մանավանդ որ կոնկրետ սուբորդինացիայի մեջ շփում ենք ունեցել, բայց հետո շատ միանգամից պես դուրս եկավ այդ ամեն ինչը արանքից, որովհետեւ հետո Լիլիթն էլ սկսեց ինձ դաշնամուր սովորեցնել, որովհետեւ ներկայացնող երկու տեղ դաշնամուրի տեսարաններ կար։ Այդպես տեղերով փոխվեցինք, ինքը դարձավ դասախոս, ես աշակերտ։ Եվ ամեն ինչ բալանսավորվեց։ Իսկ Հարությունյան Լյուդվիկը հավանեց ներկայացումը, թե ոչ։ Հարությունյանը հավանել է, հա։ Հարությունյանը հավանել էր, մի երկու ուղումներ արել գնացել էր, մինչև վերադարձել էր, արդեն վերջացրել էինք այդ շփումները։ Երբ մյուս ներկայացումները երբ կարելի է սպասել։ Արդեն ամսի 30-ին, չէ՞, ամսի 30-ին եւս մեկ ներկայացում է ավելացել, խաղալու ենք ժամը 7-ին, բայց ինձ թվում է էլի կավելանա հունիսին, որ հաստատ էլի կունենանք։ Դե ամեն դեպքում մայիսի 30-ին հաստատ կա։ Հա, մայիսի 30-ին հաստատ։ Հա։ Ընտիշ։ Արդեն կա։ Պատմեք մեզ նաև մի քիչ Գյումրու դրամատիկական թատրոնի առօրյայից եւ եթե կան նախանշվող առաջնախաղեր, խոսենք նաև դրանց մասին։ Տարերին բավականին հետաքրքիր շնորհություններ է դեռ առայժմ սպասվում։ Հարությունյան Լյուդվիկը շուտով կավարտի իր ներկայացումը կոմեդիայի ժանրով, բայց բավականին թեթև ու այդպես շատ դրայվի մեջ էներգետիկ գործ է ստացվում, շատ համով կերպարներով ու դրությունների խառնաշփոթ։
Հետո մեզ մոտ է գալիս Տաթևը Մելքոնյան ներկայացում է սկսում, այդ կարող եմ ասել վերնագիրը, թե չէ։ Չէ, Թողնեմ հետ, չէ։ Չեմ ասել։ ռիսկի չդիմենք։ Չեմ ասի, ինչ գործեցում, բայց թերևս Թենեսի Ուիլյամսից էլի մի շատ հետաքրքիր ստեղծագործություն լինելու է։ Ագաթա Քրիստիից մի գործ կարող է սկսվի, կարող է առայժմ չգիտենք սեպտեմբերից թե հուլիսի վերջ, դա էլ առայժմ գաղտնիք։ Ու առայժմ այդ Ամեն ինչ գաղտնիք է դա։ Խոսքով, բայց ամենախում հասկացանք, որ շատ ստեղծագործական բզբզալ արդեն շրջան է եւ լավ նորություններով վստահաբար Դա մինչև այս սեզոնի վերջ, դա այսքան մինչև թատերաշրջանի Տաթևի ներկայացում փորձերը կսկսվի, բայց պրեմիերան կգնա արդեն սեպտեմբեր, իսկ Հարությունյանի պրեմիերան արդեն կունենանք, ինձ թվում է հունիսի մեջ։ Հունիսի մեջ արդեն օրը կֆիքսվի վերնագիր։ հունիսի մեջ Հունիս ամսվա մեջ Հարությունյան Լուդվիկի ներկայացում։ Այո, Կոմեդիա։ այո։ Շատ հետաքրքիր է, պարզապես։ Զուգահեռաբար հասցնում է։ ուղղակի բանալիզացիոնը զուգահեռաբար մի քանի ներկայացում է Հա, բեմադրում դրա համար զբաղվածության մասներ տանակ, որ հունիսին նորից ներկայացում։ շատ շնորհակալ ենք, որ եկաք, մեզ հետ սկսեցիք Մենք էլ օրը ձեզ ու վստահ ենք, շնորհակալ։ որ այս բոլոր առաջնախաղերի մասին դեռ խոսելու շատ առիթներ կլինեն մեր տաղավարում։ Ավելի մանրամասն, Այո, որ միշտ սիրով եւ ուրախությամբ ենք ձեզ սպասում մեզ Մենք էլ ուրախությամբ ենք հայտնում։ եւ ներկայացմանը երկար կյանք եւ հաջողություն։ Շնորհակալություն։ Եվ նոր Նադեժդային նույնպես մաղթում ենք հաջողություն եւ նոր ներկայացումներ։ Լիլիթն արդեն ասել է Նադեժդա, որ դուք ձեր մասին մենք դեռ պետք է լսենք։ Էնպես որ ձեզ նույնպես հաջողություն, շնորհակալություն, որ մեզ հետ եք, մեզ հետ սկսեցիք։ Մենք էլ շնորհակալ։ Գիտես ինչն է ամենաշատը դուրս գալիս, որ Երևանը Երևան, բայց մեր մարզերում մյուս այլ քաղաքներում էլ թատրոնները, որոնք ակտիվ գործում են, հիմնական դրդապատճառն են դառնում, որպեսզի մենք Երևանում շատերս նստենք մեքենա եւ գնանք համ քաղաքը տեսնելու եւ առիթը ճանապարհորդելու, համ նաեւ արվեստի միջոցով կապվելու տեղանքի, տեղի ժողովրդի, հանգստանալու Եվ լավ ներկայացումներ դիտելու։ Իհարկե, եւ լավ նաեւ ներկայացումներ դիտելու։ Ձեզ լավ օրենք մաղթում, շնորհակալություն, որ մեզ հետ ցեցիք, որ իսկ մենք շարժվենք առաջ։